Հարցեր հիմնական զեկուցողին Մեհրաբյան Հայկ Սարգսյան, խնդրեմ։ Շնորհակալություն պարոն Ալեքսանյան, հարցս հետևն է, կուզեի որ պարզաբանեք, այսինքն ես ճիշտ եմ հասկանում, այն մարդիկ, ովքեր դեռ զինակոչի տարիքի մեջ են ու նախկինում իրանք ազատվել են, ցանկացած պահին մենք կարող ենք իրանց հրավիրել եւս մեկ անգամ անցնեն այդ բժշկական փորձաքննություն ու դրանից հետո արդեն որոշում կայացվի։ Այսինքն եթե հասկանում ենք, որ այնտեղ կան ինչ-որ խախտումներ ու տվյալ անձը ոչ մի հիվանդություն չունի, այդ դեպքում ինչ է արվում, իր վրա քրեական գործ է հարուցվում, թե հարուցվելուց հետո նաև ինքը պետք է գնա ծառայի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն պարոն Մեհրաբյան, տեսեք, ոչ, մենք հիմա չենք կարող այս օրենքի ընդունումից հետո անգամ պատահական sense կամայական սկզբունքով այդ մատյանը բացենք, ասենք, այ այս մեկը ազատվել, այ դու մի հատ գնալ լրացուցիչ փորձաքննության, այլ բոլոր այն դեպքերում, երբ որ կա հարուցված քրեական վարույթ, որ այսինչ մարդը ենթադրաբար ազատվել է կեղծ փաստաթղթերով, խուսափել է ապօրինի ճանապարհով զինվորական ծառայությունից, այդ դեպքում միայն իրան կարող է իրավապահ համակարգը ասել գնա հանձի փորձաքննություն, ու եթե ինքը հրաժարվի, այդ դեպքում նախատեսվում է 1-ից 3 տարի ազատազրկում։ Այսինքն մենք չենք պատահականության սկզբունքով չել, ես մա կարող նույնիսկ իրավիճակները նկարագրել, մոտավոր օրինակ մի տեսական իրավիճակ նկարագրեմ, ենթադրենք այս տարիներին էլ բարբերաբար ձերբակալվում են այս կամ այն բուժհաստատության բժիշկներ, ովքեր որ ակնհայտորեն կաշառքի դիմաց կեղծ տեղեկանքներ են տվել։ Հիմա իրավապահ համակարգը շատ տրամաբանորեն պետք է այդ մարդկանց տված նմանատիպ բոլոր տեղեկանքների հետևից գնա, ճիշտ է, եթե այս մարդը կաշառքով տալիս է, ու հետևաբար քրեական վարույթ արդեն իսկ կա հարուցված, ու այ այդ քրեական վարույթի շրջանակներում օրինակ այդ մարդու կողմից տեղեկանք ստացած յուրաքանչյուր մարդու, այո, կարող գնան ասեն, գնա լրացուցիչ փորձաքննություն անցի հարգելի քաղաքացի, բայց պատահական կամայական կերպով ուղղակի գրանցամատյանները բացել, մեկի վրա մատը դնել, չեն կարող։ Հայկ Սարգսյան։ Պարոն Ալեքսանյան, շնորհակալ եմ նախաձեռնության համար, նախ ասեմ, որ պարոն Ալեքսանյանը ինձ զանգահարեց եւ ասաց, որ ցանկանում է, որպեսզի ես օրենքի նախագիծը, որ իմ կողմից 2 անգամ շրջանառվել է, որպեսզի կամ ինքը շրջանառի կամ ես կամ համատեղ, ես խնդրեցի եւ ասացի, որ դուք մենակով արեք, պարոն Ալեքսանյան, ես 2 անգամ բերել եմ, մերժվել է, ու ուրախ եմ, որ նախագիծը եկավ։ Հիմա ընդհանրական ինչի մասին է խոսքը, մենք ունենք զորակոչի հետ կապված լրջագույն խնդիր, հարգելի պատգամավորներ, պարոն Ալեքսանյան, կխնդրեմ, որպեսզի իմ փաթեթի մյուս կետերը հաջորդ ազգային ժողովում նույնպես անեք, որոնք նույնչափ կարևոր է։ Սրա մասին այս նախագիծը, որ այսօր քննարկում ենք, ես սրա մասին բարձրաձայնել եմ 25 թվականին շրջանառել եմ կառավարության դրական որոշումով մերժվել այստեղ պարոն Քոչարյանի պատճառով, երկրորդ անգամ 2026 թվականին եմ շրջանառել, այդ մյուս անգամ նաև կառավարության բացասական եզրակացությունը կար նույն նախագծի վերաբերյալ, որը 25-ին եղել է դրական, 26-ի հունվարին եղել է բացասական, 26-ի տարվա կեսին էլի դարել է դրական, ինչի համար ուրախ եմ։ Հիմա հաջորդ կարևոր կետերը, մենք զորակոչ ենք լուրջ կորցնում մի քանի պատճառներով։ Առաջին ամենամեծ կետորը պարոն Ալեքսանյանը ինչպես նշեց, ինչպես հիմնավորումներով ես ցույց եմ տվել նաև թվերով, փաստերով, դա առողջական կեղծ թղթերով ազատվողներն են։ Մենք ունենք տարեկան հազարավոր տղաներ, ովքեր առողջական թղթերով ազատվում են ու մեծ հավանականությամբ շատերը կեղծ։ Այսինքն զորակոչի մոտ 69%-ը 22 թվականի դրությամբ, մի քիչ հիմա թիվի չէ դարել է 65%-ը ազատվում են, որոնց մեծ գերակշիռ մասը առողջական խնդիրներով պայմանավորված ու այս գալու է, այս օրենքը գալու է դրա դեմը առնելու, այսինքն կանխարգելիչ դեր ունենալու։ Միջև այդ եթե բժիշկը տեղեկանքը տալիս էր, օրինակ ասում էր դու կարճատես ես, կարճատեսության տեղեկանք էր տալիս, որով որ ազատվում էր, տվյալ զինվորին, այսինքն զորակոչի կինով չի գնում ծառայության ոչ պիտանի ճանաչվելու հանգամանքով, ասում էր, եթե քեզ սրանից հետո կանչեն, դու ուղղակի կհրաժարվես, այսինքն էլ չստուգվես, որպեսզի չբացահայտվի, որ ես քեզ կեղծ տեղեկանք եմ տվել։ Երբ այս օրենքը ընդունվի, այսինքն բժիշկը արդեն կիմանա կեղծ տեղեկանք տալու դեպքում հնարավոր է այդ քաղաքացուն էլի կանչել փորձաքննության։ Եթե չներկայանա խուսափի կամ որևէ այլ ճանապարհով խոչընդոտի, ապա այդ դեպքում քրեական պատասխանատվության կենթարկվի։ Ու էսի բերելու է նաև կանխարգելման, այսինքն այս հանցագործության դեմը առնելու է ու նաև կատարված հանցագործությունները թույլ է տալու, որ բացահայտվեն։ Նաև օրենքում նշել եմ, որ բացի
խուսափելը, նաև խոչընդոտելը, որտեղ քաղաքացին կարա օրինակ MRT-ի նենց հետազոտություն են տվել, նենց MRT-ն արել, որով ինքը ոչ պիտանի է ճանաչվել, կարա գա ստուգման, ասի չեմ հրաժարվում, բայց MRT-ի սարքի մեջ շարժվի, այսինքն խանգարի խոչընդոտի ու դրանով պայմանավորված չկարողանան հետազոտել։ Հոդվածի մեջ նշված է, որ խուսափելը եւ խոչընդոտելը քրեական պատասխանատվություն է ենթադրում։ Այսինքն մեր քաղաքացիները պետք է իմանան, որ չեն կարողանալու խոչընդոտել process-ը։ Ու հաջորդը պարոն Ալեքսանյան, հարցի տեսքով կուզենամ ասեմ, որ դեմը